Բարի երեկո սիրելի հայրենակիցներ, Facebook-յան իմ ընկերներ, իմ հետևորդներ, ես չկարողացա ուրեմն երեկ եւ դրա առաջի օրը ու եթեր մտնել ժամանակային առումով չհասցրեցինք մտնենք զբաղվածության պատճառով, ուրեմն Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի աշխատակազմի կողմից ինձ ուրեմն նամակով դիմումի բովանդակության մասին եմ ուզում ձեզ տեղեկացնել, որի համար գնացել էինք առաջին ատյանի դատարան, որպեսզի պարզեինք, թե ինչն է պատճառը, որ դիմումը ուրեմն 18 օր անց ուրեմն նոր սխալի պատճառով նորից պետք է ուղղենք ու նորից հայցադիմումը ներկայացնենք առաջին ատյանի քաղաքացիական դատարան, փաստորեն ընթերցեմ հասկանանք ինչն է այստեղ խնդիրը եղել, սխալմունքը եղել։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի աշխատակազմը ղեկավարվելով քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածով կից ձեզ է ուղարկում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը։ Երկրորդ հասցեին ուղարկվում են նաև հայցադիմումը և կից փաստաթղթերը 21 թերթից։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը նախագահությամբ դատավոր Ա. Միքայելյանի, այսինքն Անի Միքայելյանի, քննության առնելով Արման Ալբերտի Գալստյանի ներկայացված հայցադիմումը ընդդեմ Ռուզաննա Ղևոնդի Ալավերդյանի անչափահաս երեխաներին առանց ծնողի համաձայնության այլ պետություն տեղափոխելու և ծնողին երեխաներից ապօրինի բաժանելու փաստը վերացնելու, երեխաներին գտնվելու վայրը պարզելու և երեխաների հետ շփման իրավունքն ապահովելու պահանջի մասին վարույթ ընդունելու հարցը։ Պարզեցի. Արման Ալբերտի Գալստյանը, այսուհետ նաև հայցվոր 29/06/2026 թվականին, այսինքն հունիսի 29-ին ենք հայցադիմումը ուրեմն ներկայացրել, հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ Ռուզաննա Ղևոնդի Ալավերդյանի ընդհանուր բաժնային սեփականության դադարեցման, ինչպես նաև համաձայնություն տալու և պարտավորեցնելու պահանջի մասին։ Հենց այս տողերի մեջ է սխալն եղել, պատկերացրիք սիրելի ժողովուրդ, ընդհանուր բաժնային սեփականության դադարեցման, ինչպես նաև, կրկնում եմ, համաձայնություն տալու և պարտավորեցնելու պահանջի մասին։ Այսինքն սա չենք կարող հասկանանք, թե տեխնիկական երևի պայթակ տողի հետ կապված բան է եղել, որտեղ մենք այստեղ գույքային հայցի կամ բան չենք, սեփականության հետ կապված խնդիր չենք շոշափել մեր դիմումի մեջ և չենք ներկայացրել, բայց չգիտես ինչի այստեղ հայտնվել է այս տողը, ու այս տողի պատճառով ուրեմն ամբողջական խնդիրը դրանում է եղել, որ ուրեմն դատարանը չի կարացել ըստ էության հասկանա ինչի մասին է խոսքը, դրա համար ասենք ուզեցել ավելի մանրամասն գրված լինի մեր հայցադիմումը և նորից այս թերությունը շտկվի և ուղարկվի։ Շարունակեմ։ Հայցադիմումը 29/06/2026 թվականին մակագրվել է դատավոր Անի Միքայելյանին, իսկ դատավոր Անի Միքայելյանի աշխատակազմին է հանձնվել 01/07/2026 թվականին։ Ուսումնասիրելով հայցադիմումը և կից փաստաթղթերը, դատարանը գտնում է, որ հայցադիմումը ենթակա է վերադարձման ներքոհիշյալ պատճառաբանությամբ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի առաջին մասի համաձայն յուրաքանչյուր անձ իրավունք ունի սույն օրենսգրքով սահմանված կարգով դիմելու դատարան սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար։ Օրենսգրքի 12-րդ հոդվածի առաջին մասի համաձայն դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցադիմումի կամ դիմումի հիման վրա։ Օրենսգրքի 11-րդ հոդվածի առաջին մասի համաձայն քաղաքացիական գործերով դատավարությունն իրականացվում է օրենքի և դատարանի առջև գործին մասնակցող բոլոր անձանց հավասարության սկզբունքի հիման վրա։
Օրենսգրքի 127-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետի համաձայն առաջին ատյանի դատարանը վերադարձնում է հայցադիմումը, եթե չեն պահպանվել սույն օրենքում հայցադիմումի ձևին, բովանդակությանը եւ կից փաստաթղթերի ներկայացվող պահանջները օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ եւ 7-րդ կետերի համաձայն հայցադիմումը պարտադիր նշվում են այն փաստերը, որոնց վրա հիմնվում են հայցապահանջները, պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջը կամ պահանջները, իսկ մի քանի պատասխանողների դեմ հայցադիմում ներկայացնելիս հայցվորի նրանցից յուրաքանչյուրին ուղղված պահանջները, եթե այն համիրավ չէ։ Մի խոսքով, այսենց ուրեմն այդ երկու տողի հետ կապված է եղել խնդիրը։ Մեկ էլ ստեղ ասում է հայցապահանջը պետք է լինի որոշակի այն պետք է ձևակերպվի լինի հստակ եւ հասկանալի, դրա բովանդակությունը պետք է շարադրվի այնպես, որպեսզի հասկանալի լինի պատասխանողին ուղղված պահանջը։ Անդրադառնալով հայցվորի կողմից ներկայացված նյութաիրավական պահանջին, արձանագրում է, որ հայցադիմումի խնդրամասում այն ձևակերպվել է հետեւյալ կերպ. Սահմանել, որ պատասխանող Ռուզաննա Ղևոնդի Ալավերդյանի գործողություններով խախտվել են հայցվոր Արման Ալբերտի Գալստյանի ծնողական իրավունքները, պարտավորեցնել պատասխանողին դատարանին եւ հայցվորին տրամադրել անչափահաս երեխաների ճշգրիտ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ, պարտավորեցնել պատասխանողին չխոչընդոտել հայցվորի եւ երեխաների հետ շփվելու եւ ծնողական իրավունքների իրականացնելու իրավունքը, անհրաժեշտության դեպքում գործի հանգամանքների լրիվ եւ բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով պահանջել իրավասու պետական մարմիններից տեղեկատվություն անչափահաս երեխաների գտնվելու վայրի վերաբերյալ, դատարանի հայեցողությամբ կիրառել հայցի ապահովման միջոցներ անչափահաս երեխաների շահերի պաշտպանության նպատակով։ Մի խոսքով այդ երկու տողի հետ էր կապված եւ այստեղ որոշում է կայացրել դատարանը Արման Ալբերտի Գալստյանի հայցադիմումն ընդդեմ Ռուզաննա Ղևոնդի Ալավերդյանի անչափահաս երեխաների առանց ծնողի համաձայնության այլ պետություն տեղափոխելու եւ ծնողի երեխաներից ապօրինի բաժանելու փաստը վերացնելու, երեխաների գտնվելու վայրը պարզելու եւ երեխաների հետ շփման իրավունքն ապահովելու պահանջի մասին վերադարձնել, հայցադիմումը վերադարձնելու մասին դատարանի որոշումը հայցադիմումը եւ դրան կից փաստաթղթերը երրորդյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկել հայցվորին, հայցադիմում արկա թերությունները վերացնելու համար հայցվորին տրամադրել երրորդյա ժամկետ, սկսած հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը ստանալու պահից։ Հայցվորին պարզաբանել, որ թույլ տրված խախտումները վերացնելու եւ երրորդյա ժամկետում դատարանը կրկին ներկայացնելու դեպքում հայցադիմումը դատարանում ներկայացված է համարվում սկզբնական ներկայացնելու օրը։ Որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարան հայցվորի կողմից այն ստանալուց հետո 7-օրյա ժամկետում։ Մի խոսքով հիմա եթե նայում ենք երրորդյա ժամկետը, ուրեմն վաղն է, երկուշաբթի օրը, չէ վաղը չի, ավելի շուտ 3 շաբթի օրը մենք պետք է ներկայացնենք, ճիշտ ասած կարող ենք վաղն էլ ներկայացնենք, եթե վաղը ներկայացնում ենք նույն դատավորն է գործը վերցնում ուրեմն քննության, եթե 3 շաբթի ինձ թվում է դատավորը այդ պարագայում կփոխվի։ Բայց իմ ամբողջական ուրեմն վրդովմունքը նրանում էր կայանում, որ օրինակ մեր դատարաններում այս հայցադիմումները ընդունողները օրինակ պետք է ունենան այնպիսի մասնագիտական որակներ, այն կվալիֆիկացիային տիրապետեն, այն մասնագիտական որակներին, որ իրենք հայցադիմումը ընդունելու ժամանակ հայցադիմումը կարդան եւ ուսումնասիրելով հասկանան այդ հայցադիմումը կամ այդ հայցադիմումի մեջ գոյություն ունեն նմանատիպ թերություններ եւ այդ ժամանակ տվյալ հայցվորին, այսինքն քաղաքացուն, որը ներկայացնում է հայցադիմումը դատարան, ուրեմն տեղյակ պահեն, ասեն, որ տեղեկացնեն, զգուշացնեն, ասեն ձեր հայցադիմումը ուրեմն թերի է գրված կամ սխալ է գրված։ Բայց մեր դատավարությունը ուրեմն փաստորեն այդ օրենքը չի սահմանում։ Այսինքն ստեղ դրույթի օրենքի փոփոխում պետք է արվի։ Պատկերացրեք, ժողովուրդ։ Իրանք ինչ են անում։ Իրանք որպես քարտուղարություն քո հայցադիմումը դու ինչ էլ ուզում ես տանես։ Փաստորեն մի հատ թղթի վրա իրանք ինձ տենց բարձրաբանեցին, ամեն դեպքում ես տենց հասկացա։ Իրանք մուտք են անում, ընդունում են, ճիշտ է սխալ է այդ կապ չունի ու սպասում է, քաղաքացին սպասում է մոտավորապես մի 14 օր,
14 օրա վարույթի ընդունման ուրեմն բանը ժամկետը առավելագույնս 14 օր սպասում է մինչև 14 օր հետո ուրեմն կամ կասեն սխալա տարուղի կամ վարույթ կընդունեն հիմա ինձ 14 օր ես սպասել եմ 15-ին ամսի մի խոսքով հունիսի 29-ին մուտք են կարել հուլիսի 15-ին ինձ նամակ է եկել պոչտա, ես պոչտայից վերցրել եմ ուրեմն ամսի 16-ին, ինձ տեղեկացրել են, ամսի 17-ին էլ ուրեմն ներկայացել եմ այդ խնդրով Առաջին Ատյանի քաղաքացիական դատարան։ Այսինքն իմ վրթովմունքը հասկացաք չի ինչու՞մն է։ Զուտ ժամանակի մսխումը, այսինքն դատարաններում քարտուղարությունը չի տիրապետում այդ ինֆորմացիային, այդ գիտելիքներին, այդ մասնագիտական որակներին եւ իր ուրեմն աշխատանքի բնույթը չի համարվում վերցնի, կարդա, ուսումնասիրի հայցադիմումը, եթե ըստ հավոր պատշաճի գրված է, ճիշտ է, թերություններ չկա, նոր ընդունի։ Ինքը ճիշտ է, սխալ է, էական նշանակություն չունի, ինքը ընդունում է։ Ընդունումը նոր արդեն դատարանը դատավորի գլխավորությամբ դատարանի աշխատակազմի գլխավորությամբ ուսումնասիրումը նոր հասկանում է եթե ճիշտ է սխալ է նոր վերադարձանում հետ վերադարձանում ավելորդ ժամանակ է էլի այսինքն ես սրա մեջ ավելի լավ չի լինի եթե ավելի հեշտ մարդը տանի տեղում ասեն սխալ է սա այս թերությունը շտկեք մարդը տանի շտկե թերությունը բերի ներկայացնի հաջորդ օրը ոչ թե 14 օր սպասի, մի հատ դատարանի աշխատակազմը ուսումնասիրի, տենա սխալ է, նորից հետ վերադարձ տա, նորից թազա նորից մուտք անի, նորից թազուց սպասի, որ նոր այդ ուրեմն վարույթը ընդունվի։ Այս սրա հետ էր կապված իմ վրթովմունքը, որ ես գնացել էի, ասեի, թե ինչն է պատճառը, ընդեղից ես ճիշտ ասած սկզբից չէի իմանում, որ դատարանի քարտուղարությունը տենց է աշխատում, այսինքն իրաց աշխատելա ձևն է տենց ու բոլոր դատարանների փաստորեն, էդ էլ իմացանք։ Հիմա ես էլի նորից այդ մասով խնդրում եմ, որ այդ օրենքի վրա ուշադրություն դարձնեն եւ փոփոխեն ավելի հեշտացնեն քաղաքացու համար, որ քաղաքացին իր հայցադիմումը տանի, եթե անգամ այնտեղ 2 տողի, 3 տողի կամ որոշակի թերություն կա, գոնե տեղում մարդուն ասեն, այդ թերությունը մարդը շտկի, հաջորդ օրը կամ հենց այդ նույն օրը մի ժամ հետո նոր հայցադիմումը արդեն շտկած, մոտակա ասենք, չգիտեմ, տպարանում նորից գործը հավաքի, բերի ներկայացնի։ Ոչ թե տա, գնա սպասի, այդ մի հատ սխալմունքի համար 14 օր նորից հետ վերադարձ անեն, նորից ուրեմն պատկացեք ավելորդ քաշքշուկի մեջ են ընկնում քաղաքացիները դատարաններում հայցադիմում ներկայացնելու ուրեմն կապակցությամբ սա Առաջին Ատյանի դատարանի վերաբերյալ հիմա մյուս եթերս էսպանին էս եթերը ավարտեմ հեսա 1 րոպեից շարունակելի է այս եթերը նորից կմտնեմ եթեր սիրելի ժողովուրդ